Կներկայացնեք պատմությունը, ինչպես է ստացվել, որ ձեր տունը առանց ձեր թույլտվության քանդել են։ Այո, նախ ողջունում եմ ձեզ։ Նորից ոչ եմ անում շարունակել պայքարել ձեր իրավունքների համար։ Հայտարարում եմ իմ պատրաստակամության մասին իրավունքների պաշտպանության համար քայլեր ձեռնարկելու եւ ներկայացնեմ, իրավիճակը ստեղծված։ Թե տունը է վիճակում, շատ ցավալի է։ Սա ընտանիքի տասնյակ տարիների աշխատանքն է եւ իմ միակ կացարանը գույքը, այսինքն ես բնակվում եմ այստեղ, ես չգիտեմ, տեսնենք ինչ կպատահի, ինչ չի պատահի, դրա համար եմ հայցում, խնդրում իրավապահներին վերահսկողության տակ վերցնել շենքը, արդեն իսկ նման վիճակում հայտնված շենքը, որի սեյսմակայունությունը անկում է ապրել դες գործողությունների հետևանքով, ճաքերը կբարձրանան, ես դες ցույց կտամ բնակարանում առկա վիճակը, բայց այլևս այս սեյսմակայունության խնդիրը, որը ստեղծվել է, առաջացել է, փաստացի սպառնում է շենքում բնակվող 3 արտասահմանցիների, 2 իսպանացիների, այդ թվում 2 իսպանացիների, այդ թվում որոնցից մեկը դիվանագիտական անձնագրով է գտնվում Հայաստանում եւ փորձում է աջակցություն ցուցաբերել պետությանը, մեր երկրին, Հայաստանին, մեր երկրին, չգիտեմ, չգիտեմ, անկեղծ չգիտեմ մեր երկրին, չգիտեմ, երբ որ ասում եմ մեր երկրին, այն Իսպանիայից քաղաքացիությունն է, որ արդեն ներպետական այս ամբողջ համակարգում ստեղծված իրավիճակում դառնում է միակ պաշտպանությունը, թե մեր երկրին Հայաստանին։ Էսա իհարկե էմոցիոնալ է, ծանր է, բայց նաև իրավականորեն ամբողջությամբ կառավարելի, ամբողջությամբ արձանագրված միջազգային իրավունքի նորմերին եւ պրինցիպներին համապատասխան եւ միջազգային հանրության համար հասկանալի։ Այս ամբողջ շղթան, որը տարիների շղթա է, չեմ կարող շատ մանրամասներ բացահայտել, քանի որ անհանգստացած եմ նաև իմ Եվրոպական կոնվենցիայով պաշտպանված խոսքի ազատության իրավունքի հանդեպ ճնշումներից, բայց 10-րդ հոդվածը սահմանված է հենց նման սիտուացիաներում մարդու խոսքի եւ մամուլի ազատությունն ապահովելու համար եւ ժողովրդավարությունը։ Իսկ ինչու եք հանգել այդ եզրակացությանը, որ խոսքի ազատությունից ձեզ զրկել են։ Չէ, ինձ խոսքի ազատությունից փառք Աստծո դեռևս զրկված չեմ։ Փառք Աստծո դեռևս զրկված չեմ գույքից տնօրինման իրավունքից, որը պաշտպանվում է միջազգայինորեն։ Դեռևս զրկված չեմ, փառք Աստծո, կյանքիցս, որի ուղղակիորեն պետության պոզիտիվ պարտականությունների շրջանակում ոտնահարվում է։ Ոտնահարվում է ոչ միայն իմ կյանքը, ոտնահարվում է 3 արտասահմանցիների կյանքը, որոնցից մեկը դիվանագետ, եվրոպացի դիվանագետ։ Դեռևս զրկված չեմ կյանքից, զրկված չեմ դեռևս գույքից ու դեռևս զրկված չեմ խոսքիս ազատությունից։ Իսկ մի փոքր կասեք, ինչպես է տունը այս իրավիճակում հայտնվել հենց սկզբից։ Ինչպես, դե արդեն հայտնել եմ, որ կազմակերպվել է այս շինարարությունը, նախօրոք փորձեր են կատարվել առերևույթ Երևանի քաղաքապետարանի կողմից։ Այս ամեն ինչը շատ սրվեց արդեն վերջին 2 շաբաթվա ընթացքում, 2 շաբաթ առաջ, երբ պետհսկայական ճաքերն առաջացան մեր բնակարանում,
հրավիրեցի փորձագետը ծանոթացավ, անհապաղ ասեց, հրահանգեց, չհրահանգեց, խորհուրդ տվեց, զգուշացրեց դադարեցնել աշխատանքները։ Որից հետո նաև պետության կողմից լիցենզավորված փորձագետը իրեն տված լիազորությունների, ուժի, պատասխանատվության, պարտականության շրջանակներում նաև արձանագրեց անհապաղ դադարեցման կարիքը եւ այդ արձանագրումը եւ Երևանի քաղաքապետարանը, որը նման փորձագետի, մեկ այլ փորձագետի, բայց լիցենզիաները չէ որ նույնն են, չէ որ ցանկացած ամբողջ լիցենզիան մեկն է եւ փաստացի մեկ լիցենզիայով տրամադրված շինթույլտվությունը, լիցենզիան, որի համար հիմք էր դարձել, մեկ այլ լիցենզիայով անհապաղ դադարեցման համար հիմք չդարձավ։ Որպես իրավաբան նաև, որովհետև այս ընթացքում ինձ պաշտպանելու, պայքարելու համար նաև ընդունվեցի ամերիկյան համալսարան, հիմա ավարտում եմ ու հիմա կարող եմ ասել նաև իրավաբանի, ապագա իրավաբանի տեսանկյունից, որ ցավոք կորցվում են լիցենզիաների, կորում է լիցենզիայի արժեքը։ Իսկ լիցենզիան ինչ է իրանից, մեր պաշտպանությունը, մեր ապահովագրումը։ Եվ այդ օրը քաղաքապետարանի աշխատողները ոչինչ չարեցին, շարունակվում էր վնասվել շենքը։ Ոստիկանություն ստացանք դատական վճիռ արգելող շենքում որևիցե աշխատանք կատարելու։ Սակայն ոստիկանության ներկայությամբ դատական վճռի պայմաններում խախտվում էին, ոտնահարվում էին այս բոլոր իրավունքներս միջազգայինորեն պաշտպանված։ Այս ամբողջը իմ կողմից փաստաթղթավորված է ամբողջությամբ, բոլոր մարմինների դիմումներս եւ պատասխաններս, այդ բոլորի ժամանակագրությունն ու հերթականությունը, այդ յուրաքանչյուր փաստաթղթի հիմնավորումները։ Ու հիմա շատ եմ ցավում, բայց նախ հուսով եմ, առաջին հերթին հուսով եմ, որ այլևս պետական համակարգը կգործի։ Ոչ թե կգործի խոսքի ազատության սահմանափակման ճնշման կամ այլ առերևույթ խնդիրներ առաջացնելու համար, այլ կգործի վերջապես մարդու իրավունքների պաշտպանության համար։ Կգործի պաշտպանելու մի մարդու իրավունք, ով Հայաստանը վերադարձել Իսպանիայից, ունենալով եվրոպական քաղաքացիություն, հավատալով օրենքին, հավատալով այս երկրին։ Ու ես չէի ուզենա, որ մարդիկ չգային, այս ամեն ինչը տեսնելով մարդիկ ուղղակի մտածեին կան, թե չգան։ Իսկ ինչ կասեք պաստառի մասին, որը փակցրել եք պատշգամբում։ Այս ամբողջ պատմությունը երկար էր, ինքը չէր հանրայնացվում, որովհետև գործում էի օրենքի դաշտում, օրենքի ընձեռած գործիքներով պաշտպանել, պայքարել։ Սակայն այն պահին, երբ որ ոստիկանը դատական ակտը, որն իրանով օրենք է, հրաժարվում էր պաշտպանել, հասկացա, որ այլևս կարիք կա հասարակության, միջազգային հանրության, հնարավոր է նաև միջազգային մամուլի ներգրավվածության և պաշտպանության։ Մենք գտնվում ենք Եվրոպական խորհրդի տարածքում, մենք գտնվում ենք մի երկրում, որը ես շատ մեծ հույս ունեմ, որ կդառնա ամուր, ազատ,
պաշտպանված մի երկիր, որտեղ մարդկանց իրավունքները հավասար են։ Ու այս բոլոր մեր քայլերը, այս նաև իմ քայլերը նաև միտված են այդ ուղղությանը, որովհետև հանձնվելն ու թողնել գնալը կամ հանձնվելը պայքարից որևիցե օգուտ մեր երկրին չի բերի։ Այսինքն, բայց դուք նաև կարծում եք, որ մեծ բաժինը իշխանությունների կողմից ներգրավվածությունն է։ Ես եկեք գնահատականներ չտամ, թող բոլորը գնահատականները տան իրենք։ Ես իմ կողմից պատրաստ եմ ինձ թույլատրելի սահմանում տրամադրել բոլոր այն փաստաթղթերը, այն տեսաձայնագրությունները, այն անգործությունն ու գործունեությունը հիմնավոր իրավական լեզվով։ Իսկ արդեն դիմել եք որևէ միջազգային կառույցի, թե դեռ ոչ։ Իսպանիայի թագավորության դեսպանությունը ներկայացուցիչությունը ներգրավված են հարցում։ Հուսով եմ, որ վերջապես պետական այլ կառույցներ, իրավապահ մարմինները կգործեն պաշտպանելով իմ կյանքի, գույքի, այլ մարդկանց կյանքի իրավունքը եւ կարիք չի լինի, որ պետության սահմաններից դուրս գա այս կոնֆլիկտը։ Տան ներսում, այստեղ իհարկե իմ համար խոսելը շատ ավելի ծանր է, բայց նաև ներկայացնեմ ձեզ այս ներքևի կենտրոնական պատերի քանդման արդյունքը վերևում։ Այստեղ նայեք ճաքը այսպես գալիս, իջնում, նայեք, այցեք։ Սա կենտրոնական պատն է շենքի։ Այդ նույն ճաքը արտացոլված, արտահայտված պատի մյուս կողմում։ Այստեղ դռներս են, որոնք և այս կողմում հետքերը համեցեք։ Այստեղ սկայական սրանք քաղաքաշինության տեխնիկական հրդեհային անվտանգության վերահսկողական քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից ստացել են գրություն, որ սրանք ազդել են ազդում են շենքի սեյսմակայունության վրա։ Դրանով նաև հիմնավորված պնդումս, որ Կոնվենցիայով պաշտպանված մարդու իրավունքներն են այստեղ արդեն խախտվում։ Այս դուռը վիճակում այս կասկադը Սա էլ ես իմ ընտանիքին պատկանող պատշգամբում, որը որ ըստ ոստիկանության աշխատողի, որտեղ մեր մուտք չեն գործել, որտեղ ոչինչ չեն տեղադրել, այս սան է տեղադրել, Իսպանիայի որոշներն է, որովհետև իրականում գիտեք այս ցանցը, որը տեղադրված է, տպավորություն է ստեղծում, թե ամբողջ շենքում շինարարություն է, նամանավանդ ներքևում կատարվածի հետ, այն դեպքում, որ մենք այստեղ ապրում ենք։
Ես չգիտեմ, ուզում եմ ոստիկանության իրավապահ մարմիններին հեռացնել այս մեր տարածքից, մեր գույքից, կադաստրով, ունենք կադաստրի վկայական։ Սա կենտրոնական պատի կամ մյուս կամարն է, մյուս պատուհանն է։ Այստեղ էլ այսպիսի խայտարակ վիճակ։ Նայեք պատուհանը։ Ամեն անգամ վախում եմ պատուհանս բացեմ կամ փակեմ կամ չգիտեմ փակեմ բացեմ դռներն ապակուց են աշխատում եմ բաց թողնեմ որ այդ ճնշման տակ ապակիներն էլ չկոտրվեն այսպես մնացել ենք այս փոշու որ սավիրակների մեջ